Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի ներկայացուցիչներն այս անգամ ոչ թե Հայաստանին կամ Ադրբեջանին սահմանամերձ հատվածներում են հանդիպել, այլ Բաքվից ավտոմոբիլով 3 ժամվա հեռավորության վրա գտնվող Գաբալայում։ Հայկական կողմից 10, իսկ ադրբեջանականից 12 անդամներով դեմ դիմաց նստած ինչ հարցեր են քննարկում, միայն խիստ պաշտոնական տեղեկություն տարածեցին հայկական ու ադրբեջանական կողմերը։ Հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովը հիմա էլ Հայաստանի հյուսիսից իջել է հարավ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր վերջերս հայտարարել հարավում արտահերթ արագացված ընթացակարգով սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի մասին։ Գաբալայի հանդիպման հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ կողմերը հայտարարել են, թե սկսում են սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների հատման կետից եւ այնուհետեւ հարավային ուղությամբ հյուսիսի հարավ մինչև Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։ Պիտի անպայման շտապ սահմանագծվի, որ իմանան կողմերը որտեղ կառուցել իրենց անցակետներն ու մաքսատները։ Ճիշտ նույն տարածքն է, ինչ որ երկաթգիծ լանցել է եւ ոչ մի փոփոխություն չկա սահմանային այդ մասում։ Դա չի հասնում ինչեւ այդտեղ, իդ ներքևի միայն Պարսկաստանի սահմանի 5-ից 10 կիլոմետրն է խոսում։ Ընդհանրապես քարտեզագիրները վերլուծաբանները հայտնում են, որ դեպի հարավ Հայաստանի տարածքում չկան խնդրահարույց տարածքներ, որոնք պետք է սահմանազատվեն։ Մեր հարավ-արևելյան հատվածում Ադրբեջանը ինքնիշխան Հայաստանից տարածքներ է զավթել ու մինչև օրս չի վերադարձրել։ Քաղաքագետների դիտարկմամբ փոխվարչապետի հայտարարած արագացված եւ արտահերթ կարգով իրականացվելիք սահմանազատումը դժվար թե ընդգրկի Հայաստանի հարավային հատվածում Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներն ու դիրքերը։ Բոլոր դեպքերում իօգուտ Ադրբեջանի է լինելու Ադրբեջանական դիրքորոշումը դրվում է որոշումների հիմքում։ Հիմա էլ այդպես լինելու դիրքորոշում, որ հրապարակայնացրել են Ադրբեջանը դրանք ներրել է։ Քարտեզագետներն էլ ինֆորմացիոն սով են ապրում։ Նախ կառավարությունը ամբողջական պատասխան չի տրամադրում նրանց հետաքրքրող հարցերին։ Նրանք տեղյակ չեն ի վերջո Հայաստանի հյուսիսում սահմանագծման աշխատանքները որ թվականի քարտեզներով իրականացվեցին։ Չնայած որ պաշտոնական աղբյուրները տեղեկություններ էին տարածում, որ սահմանազատումն ու սահմանագծումը իրականացվել են 70-ականների քարտեզներով։ Սյունիքի եւ Տիգրանաշենի հատվածում սահմանազատումը ամենայն հավանականությամբ անելու են զուգահեռ դրամը է ստայրության հարավային հատված։ Սյունիքի հատվածում ամենայն հավանականությամբ եւ Տիգրանաշենի հատվածում առաջ փուլով, այսինքն այս փուլով սահմանազատման աշխատանքների ակտիվացում։ Ալիևի օգնական Հաջիևը Բրյուսելում եվրոպացիներին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շինաշխատանքների ավարտի ժամկետն է հայտնել։ Ադրբեջանական կողմում ըստ նրա աշխատանքները ավարտին կհասցնեն 2026-ին։ Հաջիևը հայտնել է նաև, թե Բաքուն ցանկանում է տեսնել Եվրոպական միությանը որպես այդ նոր տրանսպորտային ճարտարապետության մաս, այդ թվում Եվրամիության գլոբալ դարպասներ նախաձեռնության շրջանակներում։ Հաջիևն իր ձևակերպմամբ միջանցքը ներկայացրել է որպես գործնական տարր, այն անվանելով Ադրբեջանի խաղաղ հաղթանակի ռազմավարություն։ Ադրբեջանի համար պատերազմն ավարտված է, իսկ հակամարտությունը սպառված։ Մենք պետք է ամրապնդենք խաղաղությունը տեղերում եւ դա դարձնենք երկարաժամկետ։ Զանգեզուրի միջանցքացնելով իրանք ամենևին էլ նկատի չունեն բացառապես իրաց տարածքում լոգիստիկ այդ հանդիպը, որը կառուցվում է։ Խոսքը վերաբերում է նաև մեր տարածքով անցնող ճանապարհներին, որի նկատմամբ այդ մարդիկ հանդես են գալիս սեփականատիրոջ դերով։ Եվ ըստ էության օգոստոսի 8-ին այդ իրավունքը ստացել են, որովհետև այդ մարդկանց տրվել է անխոչնդոտ մեր տարածքով անցնելու իրավունք։ Հաջիևը Բրյուսելում լրատվամիջոցներին հայտնել է, թե Հայաստանը կարող է փակուղուց վերածվել տարանցիկ երկրի, քանի որ ադրբեջանցու ձևակերպմամբ ընդլայնվում են արևելք-արևմուտք եւ հյուսիս-հարավ կապերը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։